փաստացի նա եկեղեցու դեմ արշավանորդում է սկսում, հայտարարեց, որ գործողությունները նախ իրականացնելու տարբեր կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս հայտարարության Շարքապատկանները բոլոր ժամանակներում էլ հարձակվել են մեր եկեղեցու վրա եւ բոլոր անգամներն էլ եղել է, որ տապալվել են եկեղեցու հոգևորականների թղանցքների առաջ հերթական անգամ այս հարձակումներ ա գնում հասել են մի բանի, որ ուրեմն նման վիճակով պիտի իրենց ժողովրդին զբաղեցնեն, որովհետև ոչ տնտեսություն են կարողանում զարգացնել, ոչ կարողանում են մեր ժառանգած, այդ իրենց ասած նախկիններից ժառանգած երկիրը պահել, այս անկարողները, այս չարքապատկան գոյանքները, ինչպես տեսնում եք, միայն կարողանում են իրենց արկածախնդրությամբ նման ուրեմն օրինախախտումներով զբաղվել, որովհետև ինչպես գիտեք, երկրի վարչապետը իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին, հետո հայտարարում է, թե ինքը սովորական քաղաքացի է, հետո ստորագրում է հանկարծ դառած վարչապետ, այսինքն մենք գործ ունենք կատարյալ ցինիկ միմոսի հետ, եւ եկեք այսօրով մոռանանք դրանց եւ ասենք, որ մեր առաքելական Սուրբ եկեղեցու 4 տաղավար տոներից մեկն է, Սուրբ Ծննդյան տոնն է այսօր, սկսվում երեկոյան եւ ուրեմն այս հարության գաղափարը քրիստոնյայի համար մեծագույն արժեքներից է, հավերժության խորհուրդն է եւ մենք իսկապես էլ հավատում ենք հոգու հավերժությանը եւ այդ հավերժության խորհուրդով է, որ մղվում ենք առաջ եւ գիտենք, որ մեր ժողովուրդն էլ է հավերժ լինելու եւ այս պարտության, այս էջը, այս առնոտ էջը, որ այս գոյանքները մեզ բերեցին, նորից հաղթական փայլով են անելու։ Կարելի է ասել, որ շարունակվում են, վարչապետը հայտարարեց, որ քայլեր թե իրականացնելու մարդկանց կոչ արեց իրեն միանալ, ինչ եք կարծում, կլինեն կգտնվեն իրեն միացողներու այս գործում։ Իհարկե կգտնվեն, իհարկե բոլորը չի որ ազնվազարմ հայեր են, բոլորը չի որ սիրում են իրենց ծնողներին, իրենց պապուտատերին, իրենց բոլորը չի որ ի վերջապես հայկական արժեհամակարգի կրողներն են։ Տեսեք դրանցից նախկինում ով էր եկել այստեղ, որ ընդամենը հեռախոսի փող չունեցել մուծելու, հիմա եկել հարձակվում է եկեղեցու վրա, որովհետև լափ է ստացել։ Իսկ ովքեր են լափին մղում, նրանք ովքեր անասնակալած գոյանքներ են։ Իսկ դրանցից բոլոր ժամանակներում էլ կա, բայց հիմա մենք Հիսուսի գալստյան պիտի փառավորվենք, զորանանք եւ ասենք, բարին հաղթելու է։ Եվ այս լույսը իսկապես կուրացնելու է չարքապատկաններին եւ ազնվազարմներին հաղթանակի ճանապարհն է ցույց տալու։